Բարև ձեզ ազատելիատվականը սկսում է հայագիտական ձայնարատի հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք Սասնա Ծռեր էպոսի մասին։ Այս հնագույն հավատամքային պատումը առանձնանում է իր ոչ թե էպիկական, այլ կոսմիկական ու աշխարհաճանաչողական բնույթով։ Էպոսում յուրաքանչյուր հերոս ոչ թե շարքային դերակատար է, այլ աստվածային կերպար, տիեզերաստեղծ կերպար, որը առանձնանում է իր աշխարհաստեղծման, աշխարհարման բնույթով։ Էպոսում առկա են նաև բազմաթիվ աստղագիտական, մաթեմատիկական ճշգրիտ տվյալներ, ինչպես նաև բազմաթիվ թաքնագիտական գաղափարախոսություններ են նրանում առկա։ Հենց այս թեմայի շուրջ կխոսենք հայագետ Արտուր Արմինի հետ միասին։ Բարև ձեզ, պարոն Արմին, արդեն նշեցինք, որ խոսելու ենք Սասնա Ծռեր էպոսի մասին եւ հիշենք, որ մեր մեծերն էլ Օրբելին, Թումանյանը մեծ տեղ են հատկացնում էպոսին եւ հատկապես նրանք շեշտում են, որ էպոսը հեքիաթ չէ կամ ինչ որ մեծ հզոր էպիկական ժանրի ստեղծագործություն, այլ էպոսը իրենից ամբողջությամբ հավատամքային բնույթ է կրում։ Եվ կցանկանամ անմիջապես անցնեմ հարցին, Սասնա Ծռեր էպոսը որպես հնագույն հավատամքային պատում ինչ վաղեմություն ունի։ Էպոսը հնագույն հավատամքային աշխարհաճանաչողական համակարգ է, որ երբ որ նոր կերոնը հաղթում է եւ ինքը դառնում է անցյալ, մենք դրան ասում ենք էպոս։ Օրինակի համար ասենք Մահաբհարաթային կամ Վեդաներն էլ են ասում էպոս, բայց մինչև հիմա միլիոնավոր մարդիկ են այդ հավատամքով ուղղորդվում, դա նրանց աշխարհաճանաչողությունն է նմանապես, երբ որ մենք խոսում ենք Սասնա Ծռեր էպոսի մասին կամ հունական էպոսի մասին, մենք խոսում ենք անտիկ շրջանի հունական, ասենք հունականի մասին, անտիկ շրջանի հունական հավատամքային կարգակառույցի մասին, եթե մենք խոսում ենք Սասնա Ծռեր կամ ավելի ճիշտ Սասնատուն էպոսի մասին, մենք խոսում ենք հնագույն հայերի, մեր հայերի ուրեմն աշխարհաճանաչողական հավատամքի համակարգի մասին։ Եվ Օրբելին հետաքրքիր բան է ասում, համեմատելով հունականը հայկականի հետ իր ժամանակի հետաքրքիր գործ ունի հրատարակած Ովսեփ Օրբելին ասում է այն ուրեմն կարգակառույցում, որտեղ աստվածները օժտված են մեկ ֆունկցիայով, դա ավելի հին է, վաղեմի, որտեղ որ աստվածները օժտված են մեկից ավելի ֆունկցիաներով, ապա դա ավելի նոր է։ Եվ այստեղ հենց հունականը մենք գիտենք հին, կասենք թե Զևսը եւ երկնքի, հա, երեք եղբայրների մեջ չբաժանվեց։ Երկնքի աստվածությունը եւ ամպրոպաբերը եւ ուրեմն դատավորն է, գլխավոր եւ այսինքն բազում ֆունկցիաներ է օժտված Զևսին, որ արդեն խոսում է այն մասին, որ ինքը ավելի ուշ շրջանի է, ավելի նոր է, երիտասարդ է, քան ասենք թե հայկական Սասնա Ծռեր էպոսի մեջ միջուկը, ասենք երկորյակների հետ կապված ամբողջ պատումը, նա շատ ավելի հին է հունականից։ Հայկական էպոսի յուրաքանչյուր աստվածություն որոշակի անում է մեկ ֆունկցիա։ Այնքան հին է, որ էպոսի ամբողջ սյուժետային գիծը տեսնում ենք, որ ամենահնագույն, ասենք, շումերական երբ վերևում էպոսի մեջ կա այդ Վեդաներում կա երկու եղբայրների հակասությունը, որը ստեղծում է միասնություն։ Էպոսի մեջ մեր բոլոր այսպես կոչված թշնամիների անունների ստուգաբանությունը խոսում է այն մասին, որ բոլորը նշանակում է լուսին։ Հիմա Սենեքերիմ թագավորը եւ այլն, Սենեքերիմ Սինահերիբա ըստ աճառանին ստուգաբանված բոլորի կողմից փաստված կոչվում է լուսինը եղբայրները շատացրեց։ Բառի ստուգաբանությունը, որը ֆունկցիոնալ կապ ունի ամբողջի հետ։ Մսրամելիք, մսր, մասա, դա նախահանդեվրոպական բառարմատ է, հայերենում ամսոյ, լուսն ամսի մասին է խոսքը, ռուսերենում մեսյաց, դա նշանակում է լուսին։ Հայկական բոլոր առասպելաբանությունների մեջ այդպես է, Շամիրամ, Սինարամա, լուսինը բարձրացավ կամ կես լուսին։ Ցերտակայությամբ, եթե բոլոր հայկական առասպելներում տեսնենք, որ հայոց ի սկզբանե ի վերջո ովքեր են հայոց թշնամիները, հայոց հնագույն հավատամքային աշխարհաճանաչողական պատումներում կամ առասպելներում ուղղակիատներում տեսնում ենք բոլորը լուսին։ Ուրեմն հակառակ կողմը որը պիտի լինի, արևապաշտություն։ Հայկական լեռնաշխարհում արևապաշտների եւ լուսնապաշտների անհաշտ պայքարը, որի շնորհիվ լուսնապաշտական բոլոր կարճասած տաճարները եւ այդ թևի վրա հավատացողները երբ քշվեցին հայկական լեռնաշխարհից, մենք արդեն հասնում ենք մի հատ ահռելի հազարամյակների խորքը միջև նույնիսկ նախահանդեվրոպական ժամանակներ։ Վերջի ուժեղ բախումը տեսնում ենք 5 կտակարանում էլ կա, Աբրահամը ապրում էր Խարան քաղաքում,
Թարայի որդին էր, Թարո Ստավրոս համաստեղության մասին է խոսքը, ոչ թե նրա բնածին հոր։ Նրանք բարձր բարձրագույն գիտելիքների տեր էին եւ իջնելով ավելի հարավ միջագետքյան տարածք ժողովուրդներ գոյացան նրանց հրամանատարության ներքո եւ ցավոք սրտի այդ հրամանատարության ներքո ժողովուրդները հայկական լեռնաշխարհը հետո փորձեցին ասպատակել, գրավել կամ փչացնել։ Վաղեմության հետ կապված հիթիթական ծիսակատարությունը արևապաշտների եւ լուսնապաշտների հոյակապ ներկայացվել է, ասենք Վիաչեսլավ Իվանովի մոտ։ Ճիշտ է, ընդհանուր հնդեվրոպական լեզվաբանության խոշորագույն գիգանտ մասնագետներից է, բայց նաեւ ասեմ, որ ավելի նեղ մասնագիտացված է հիթիթերենի եւ հիթիթական լեզու, մեռած ժողովրդի մշակույթի, որը հայկական լեռնաշխարհի ուրեմն այս արևմտյան մասում գտնվող պետություններ են։ Նույն ցեղը, նույն ազգը ուներ երկու եղբայր թագավորներ, որոնց մի մասը ուրեմն լուսնին էին հարում, տաճարները, մյուսը արևին էին հարում, Վիաչեսլավ Իվանովին։ Ամբողջ ցեղը պատմում էր ըստ տարվա բաժանումների օրերի լուսնի լիալուսնի հետ կապված արևի, ամառային, ասենք թե արևադարձի ժամանակ կամ ձմեռային արևադարձի ժամանակ պատմում էր եւ ծիսական, եւ մեկին եւ մյուսին, բոլորը միասին։ Ու կատարվում է նաեւ ծիսական մարտեր։ Լուսնի տաճարի հավատամքային թևին պատկանողները ուրեմն զինված են եղեգնյա զենքերով, իսկ բրոնզա զենքերով արևապաշտներն են։ Մեկը մյուսին զոհաբերում է։ Սա ծիսական արարողություն է, իրականում չի եղել արնահեղություն եւ այլն, բայց աստիճանաբար տեսնում ենք, որ այս հակադրության մեջ արդեն անտոգոնիզմը շատանում է եւ փաստերը ցույց են տալի պատմագիտական, որ իսկապես տեղի ունեցել լուսնապաշտների վտարում հայկական լեռնաշխարհից։ Սա իր վաղեմության հետ կապված։ Ընդհանրապես դրանից ավելի հին է Սասնատուն էպոսը։ Նույնիսկ ավելի հին, քան լուսնապաշտների եւ արևապաշտների հակադրությունը։ Որովհետեւ մենք տեսնում ենք, որ ամենահնագույն ժամանակներում, ասենք թե Եվրոպա գնացին, դա արդեն Լուջի Քավալիր Սպորզայի ամբողջ այդ 1000-ից ավել գենետիկների խումբը 27 լաբորատորիաներով փաստեցին, որ հայկական լեռնաշխարհից եւ Անատոլիայից տեղափոխված առաջի հողագործները իրենց ոտքով իրենց գենը տարել են կենտրոնական Եվրոպա 10000 տարի առաջ։ Անշուշտ նրանք իրենց հավատամքային աշխարհաճանաչողությունը նույնպես տանեին։ Երկորյակ եղբայրների վիշապի հետ կռվի, վիշապին սպանելուց հետո ամբողջ կենսատու ջրերի ողողումով, կյանքի արարման, այս ամբողջ պատումները, որը կա այդ հների մոտ եղել է, նույնիսկ արձանիկները տեսած կլեք, Տիեզերամորը, Այա, երկու կողքի ուրեմն առույցները, նույնը մենք տեսնում ենք որտեղ, տեսնում ենք մեր Գեղարդում, երևի մենք տեսնում ենք երկորյակ առույցները, որոնց պոչը վիշապը է։ Նույնը տեսնում ենք էպոսում, եղբայրները վերջի հաշվով եւ հակադրություն ունեն եւ միասնություն, իսկ հետո ավելի հակադրություն է գնում։ Վիշապին սպանում են, վիշապի որովայնից ուրեմն կենաց ջրերը լցվում են եւ աշխարհում սկսում է բնությունը զարգանալ, որտեղ մեռած տարածքին չի անդեր աշխարհ են մտել։ Սա էլ մյուս ապացույցը։ Բոլոր հնագույն հավատամքային պատումները տեսնում ենք սյուժետային առումով եւ նույնիսկ անունների նմանողությամբ նույն անուն են։ Այստեղից պետք է եզրակացնել, որ մենք գնացինք շատ ավելի խոր շերտեր, ավելի հին։ Հիմա գանք ամենաճշգրիտ, լավ հնեաբանությունը, պատմաբանությունը, գենետիկան իր հերթին, բայց նաև գոյություն ունի աստղագիտություն, որը հստակ էպոսի մեջ մարդիկ տեսել են, այնինչ տեսել են, փոխանցել են, եւ դա այնքան սրբազան է, որ իրանք չունեն, ասենք թե բառ փոխեն եւ այլն։ Եվ սա եկե հասել է մեր մոտ առաջի հատորի մի շարք պատումներում, հատկապես ուզում եմ հիշատակել պատում N 7-րդ պատումը, եղբայրները ըստ զոդիակների պտտվում են։ Նախ նրանք ծնվել են կույսից, 12 համաստեղությունների մեջ կույս կա, որից ծնվում են, եւ դա կույսից երբ են ծնվում, աշնանային գիշերավասարին։ 9 ամիս հետո նրանք էս են անում, մեծանում են այս տարիքի անում են։ Հետո այդ պատումներում շատ հետաքրքիր է, առաջինը իրենք գնում են կենտրոնական աստեղատուն, հանդիպում են կամ գայլին կամ աղվեսին, ու գնում են իրենք անդերաշխարհ, որպեսզի անդերաշխարհի այդ կախարդուհուն 40 ճյուղ տեղցուն ծամին, որ հմայել էր 60 փալևան, 60 հետի 60 րոպե 60 վայրկյանն է, ժամանակ են հաստատում տիեզերքում, սանասարը ժամանակ հաստատեց տիեզերքում, 60 փալևաներին սպանելով, հնագույն էպոսը իր աշխարհաճանաչողությամբ շատ հետաքրքիր է, այնինչ որ անդերաշխարհում, այսինքն ոգիների աշխարհում ուր են գնում նրանք քաջանց թագավորություն։
ինչ է նշանակում քաչք։ Քաչ նշանակում է ոգի, որը ունի մատերիալ, հա, շոշափելի մարմին։ Առաջինը հանդիպում են աղվեսին կամ գայլաշան համաստեղությունը, իմիջիալը ցիրկատի կենտրոնին հենց գայլաշան կամ աղվեսի համաստեղությունն է։ Տեսնում ենք հունական դիցաբանության մեջ դարպասների պահապանը Կերբեր շունն է, եգիպտական դիցաբանության մեջ Անիբուս շուն աղվեսն է։ Մուտքի դուռնով անցնում են, մտնում են անդերաշխարհ, սկզբից ավակ եղբայրը, հետո փոքր պիտի գնա մեծին օգնության, եւ այդ անդերաշխարհում վիշապների հետ կռիվ կա, 60 փալևաների հետ, ընդհանուր հնդեվրոպական ամենավաղեմի, ամենահին, այսպես ասած, շրջանի սյուժետային պատումները եւ նույնիսկ անունները նման են։ Մտածում են Միշնադարան էպոս, հայ-արաբական ազգային ազատագրական պայքար։ Գիտեք ինչ, երբ որ Հովսեփ Օրբելու նման մեծությունը եւ Հովհաննես Թումանյանի նման մեծությունները արդեն ասել են մի բան եւ սովետական ժամանակների էպոսագիտության ինստիտուտը հավանաբար Մոսկվայի եւ այլ կոմունիստական պարտադրումների տակ վերցնում են լրիվ ուրիշ ուղղություն, դա կարծրատիպ է, դա տգետ կարծրատիպ է եւ այդ կարծրատիպից ինչքան շուտ հրաժարվեն այնքան լավ, որովհետեւ հնարավոր չէ փաստել, որ երկու անգամ 2 հավասար է 7-ի։ Սա ընդհանուր հնդեվրոպական ամենահնագույն ուրեմն պատումն է եւ այստեղ մենք տեսնում ենք ի տարբերություն նույնիսկ վեդաների, այս էպոսում յուրաքանչյուր աստվածություն ունեն իրենց աստեղատունը, կատարում են միայն մեկ ֆունկցիա։ Ոնց որում անունները նույնիսկ ունեն։ Տեսեք, վեդաներում այդ նույն ֆունկցիան կատարում է Ինդրան, ամենահնագույն աստվածությունը վեդաների մեջ։ Սա բոլոր վեդայական, արևմտյան ակադեմիական, արևելյան ակադեմիական ընդունում են, որ վեդաներում ամենահնագույն աստվածներից մեկը հենց Ինդրան է։ Եվ ռուսերենում, եւ անգլերենում կարդում են Ինդրա, այսի բան չկա։ Ինդրա չի, Անդրա է։ Այսինքն դա այ մի ձև է։ Հիմա օրինակ համար հայերեն ունի 3 տեսակի Ա իր բարբառներում, բայց մենք միայն մեկն են գրում։ Նույնը վեդաների հետ կապված էպոսը բազում պատումներ գրված է Անդրա Մելեք եւ Սանասար։ Այսինքն նույն Ինդրայի պատումը, Ինդրա, Մելեք նշանակում է արքայազն կամ սև, մուկ, որը էլի իր կարևոր նշանակություն ունի, որտեղ դրանք արքայազներ են, արքայազն աստվածներ են։ Իրանք այդ խորհրդանիշը ունեն։ Այն ֆունկցիաները լրիվ սյուժետային վիշապին սպանել, հետո այդ ջրերով տեզերքը կենսատու է դառնում, բնությունը նորից սկսում է ծաղկել եւ այլ։ Այդ ամեն ինչը ինչ որ Սանասարի մոտ կա, նույնը Ինդրայի մոտ կա, անուններն էլ նույնն են։ Քաջաստուն, անդերաշխարհ ոգիների թակավորություն են գնում։ Տեսնող աչքը կարող է տեսնել։ Ոգիների աշխարհում ում սպանում են իրենք, դրանք մարմնավորված հանկարծ հայտնվում են արդեն այդտեղ նյութական տեզերքում իր հաջորդ ծերունդի հետ կռիվ է անել, որպես հակառակորդ կամ նույնիսկ որպես որդի։ Այստեղ ում սպանում են, դրանք հայտնվում են հոգևոր աշխարհում։ Այսինքն մենք եկանք հասանք քվանտային ֆիզիկա, որպեսզի ալիքը դառնա մասնիկ, նա ունի 2 հատկություն։ Էկրանը դնելով, ասենք, թե ալիքը հարվածում է էկրանից, դու սպանեցիր ալիքը սպանելուց դու ստանում ես մասնիկ։ Մենք խոսում ենք փոքրագույն ալիք եւ մասնիկ մատերիայի դաշտի մասին։ Եվ հակառակը, եթե փորձում ես մասնիկը տրոհել, ինքը տեղի ունի պայթուն եւ առաջանում է ալիք։ Հիմա նույնը տեսնում ենք էպոսում։ Վիշապները դրանք ալիքաձև վիշապների մասն է խոսքը։ Դրանք բոլորը վիշապազուն են, այսինքն բոլորը վիշապներ են։ Վիշապ ասելը վիշապ սիմվոլ է։ Եվ այդ վիշապին սպանեցիր, բայց նրանից կյանք առաջացավ։ Նաև Սանասարը ամպրոպաբեր է։ Սա մեկ, այսինքն ինչպես են հասկացել այդ հնագույն հազարամյակներ առաջ մարդիկ աշխարհը։ Նրանք ճանաչել են, որ կա 2 աշխարհ՝ հոգևոր, որտեղ նյութականը չկա, եւ կա նյութական աշխարհ։ Այն ինչ սպանվում է հոգին, կարելի է սպանել եւ նա նյութականանում է եւ հակառակը։ Պատումում առկա են աշխարհաստեղծման, աշխարհարարման գաղափարախոսությունները, հնագույն վեդաների հետ ինչպիսի առնչություն ունի մեր տասնատուն էպոսը։ Վեդաները այդ նույն պատումի ոչ թե արևային, այլ լուսնային պատումն է։ Ինչու՞։ Քրիշնան հարնդես է գալիս Արջունայի ուսուցիչ եւ ասում է սպանի դրանց բոլորին, չէ՞ որ սրանք 2 ազգականներ, ամբողջ պատումը ներկայացվում է լուսնապաշտների թևից։ Իդեմս արևապաշտների։ Սասնա ծռեր էպոսը լրիվ հակառակն է, արևապաշտների անկյունից մենք ենք հաղթում ու մենք ենք ճիշտը լուսնապաշտների դեմ։ Տեսնում եք նույն համակարգի մասին է խոսքը։ Բայց սա այս կողմից, այս անկյունից է ներկայացված նայենք անկողմից։ Անշուշտ վեդաներն էլ ավելի ուշ են, քան Սասնա ծռեր էպոսը, ինչու, որովհետև վեդաների մեջ այս քաոս գոյություն ունի եւ ժամանակագրական, որովհետև
միշտ ինչ-որ ավելացվել կամ լրացվել է իր հերթին, անտրամաբանական աստվածներ, երկրորդական, երրորդական թվերը շատ են նրանց հիմնականների եւ այլ, մեկ-մեկ այդ կապը չկա։ Սասնածռեր էպոսում շատ պարզ է։ Պարոն Արմին, Սասնածռեր էպոսում բազմաթիվ են աստղագիտական եւ աշխարհաճանաչողական ճշգրիտ տվյալները, մասնավորապես դրանք ինչպես են արտահայտված։ Դարապես 4 ճյուղ է, 4 աստվածություն, բայց 8 է, որովհետեւ բոլորը ունեն իրենց գինը։ Եվ շատ հետաքրքիր է փոքր մայրի կնոջ անվան ստուգաբանությունից օրինակ համար ես գլխին գա, որ թե մեծ մայրը արևի պոստասն է, ապա Արմաղանը նրա կինն է։ Արմաղան բոլոր հնդեվրոպական հին լեզուներով եւ ընդհանրապես ստուգաբանություն նշանակում է լուսին, Արմահան։ ՂՀ դա բարբարից բարբար անցում է։ Ուրեմն եթե արականը ներկայացնում է արևը, իքականը լուսինն է ներկայացնում։ Եթե արականը ներկայացնում է լուսինը, իքականը ներկայացնում է արևը։ Փոքր մհերը, որ ագրավակարում է, ինքը լուսինն է։ Եվ ոսում քանի անգամ պարզ բացատրություն կա, չէ՞ որ ինքը ընդ որում Բաղդասարը ինքը լուսինն է։ Աստղերին նայելով Բաղդասարը ասում է եղբայրս ահա որ վիճակի մեջ է, շտապում է 60 փահլևաների հետ կռվելուց 40-ին սպանում է, աչքերին ուրեմն արյունն է, հա, լցվում ու չի կարողանում շարժվի, կանխած գալով եւ երկնքի աստղերին նայելով փոքր եղբայրը հասկանում է, որ ինչ է կատարվում է եղբոր հետ ու շտապում է անդերաշխարհ։ Նա այս 12 զոդիակի 4 աստեղատներին է, աղեսին հանդիպելուց հետո 4 աստեղատների ոգեղենությանն է հանդիպում, բոլորին սպանում է, դրանք հետո դառնում են աստեղատուն։ Այդ թե ինչ հետաքրքիր է։ Առաջին ասում է հանդիպել ջրի մարդում։ Ջրի մարդն ասում է 7 քաղաքի ջուր կխմեր, կասեր ով ծարավ մեռա։ Երբ տակասի, երբ որ մարմին չունի որ հագենա։ Այդքան ջուր որ դու կխմես 7 թակավորություն կպախա։ Ծարավ մեռա, տալ դրա գլուխ կդրում է։ Ասում եմ մյուսս, մեկավ հասավ հացի տուն։ Հացի տունը եւ ցուլի համաստեղությունը այն հին ժամանակ օրյոն է հացի տունը, բայց բանի համաստեղություն։ Մենք խոսում ենք կարդինալ կետերի, գարնանային գիշերավասար, աշնանային գիշերավասար, ամառային արևադարձ, ձմեռային արևադարձ, ֆիքսված աստեղատներ։ Այս 4-ին սպանում որ հասնում է 7 մատան դևին, որը հարավային ուրեմն վիշապի դրակոնի համաստեղությունն է։ Ընդ որում այսօր մենք դրան ասում ենք խեցգետին։ Վանդեր Վարդենի ուրեմն աստրոլաբիայի փայլուն վերլուծությունը վերականգնում է, ուրեմն 3100-3200 տարվա Լուսային Իրաքից գտնված աստղագիտական քարտեզը, որ կա, այդ վիշապի գլուխը այսօրվա խեցգետին գալիս նստում է եղբայրների հետևում, խնձորը գցում են, սրան սպանելով միսև գալիս է գլուխն է ասնում, անել է սպանում, խնձորը դնում է գրպանը, ասում է մյուս տուն, տանուտի լոշ տուն, հաջորդը առուծի համաստեղությունը, որ միշտ կոչվել է տանուտեր, ասում է աղբերս ուր է, գնացում է հաջորդ տուն, ստեղ չի ասում, Կույսի տունն է։ Առուց հետո կույսի համաստեղությունն է, որ կույսի տունն է։ Ճակատամարտը տեղանում կույսի տանը, երբ կարող է դա տեղ ունենալ։ Աշնանը, աշնանային գիշերավասարի։ Էպոսը շատ հետաքրքիր, ասում է, նա եկավ թշնամիների ու եղբոր մեջտեղը մտավ։ Աղբոր փրկելու համար։ Մի խավարում, այ որ լուսինը գա արևի դեմը փագի թշնամիներից, դու խավարում կտեսնես, չէ՞։ Էպոսում այնքան շատ են տեխնագիտական աստղագիտություն, տեխնագիտական երկրաչափություն բազում են, ուղղակի պետք է լուրջ մոտենալ։ Հնագույն հավատամքային պատումները հիմնականում հիմնված են թվային համակարգերի վրա, մեր էպոսների բացառություն չի կազմում, էպոսում առկա են բազմաթիվ թվային երկրաչափական ճշգրիտ տվյալներ, խոսենք նաև այդ մաթեմատիկական տվյալների տեխնագիտական գաղափարախոսությունների մասին, ինչպես նաև մասնավորացնենք օրինակներով։ Բազում պատումներում կան հետևյալը ագրավակարում փոքր մհերը տարին 1 կամ 2 անգամ միտեղ ասում է համբարձման գիշերը, միտեղ ասում է վարդորին դուրս է գալիս տեսնելու իր ժամանակը հասել է արդյոք։ Ասում է 1 ժամ կերթար 40 ավուր ճամփա։ Ավուրը 12 ժամն է, օր, 10 բարբարով։ Ասում է 1 ժամ կերթար 40 ավուր ճամփա։ 40 օր այդպես կերթար, չի ասում օր ու գիշեր։ Օր, շատ հասարակ 5-րդ դասանի մաթեմատիկական խնդիր է։ Մերի արագությունը ինչքան է, ասում է 1 ժամ կգնա 40 ավուր ճամփա, 40 անգամ 12 անգամ 470 ժամ ճանապարհ։ 40 օր այդպես կերտար, եւս բազմապատկում։ Ասում է կհասնի հողին։ Ուրեմն օթով էր չէ գնում, երկնքով էր գնում։ Ասում է ծանրությունը ինքը արդար էր, հողը ղալբցել էր։ Նրա ծանրությունը չէր տանում, մինչև գոտկատեղը խրվում է հողի մեջ։ Նա կիսակորը անելով է գնում, չէ։ Տեսնում ես ժամանակը չեք է հետը վերադառնում։ Այս մեկ կիսաշրջանը, երբ որ բազմապատկում ես, տեսնում ես անում է 27 տարի։ Հետ վերադարձը նույնպես 27 տարի։ Մենք ունեցանք 54 տարի, այ 54 տարին մեկ նույն տեղում, նույն ժամին արևի պարբերական խավարման փուլն է։ Կապերը գտնենք, տեսեք թե ինչքան ճշգրիտ է էպոսը։ Գնանք մեր գառնին,
Գառնի պարագիծը 54 է, 6-ի վրա է։ Այսինքն մենք ունենք 8 հատ այսպես հասուն եւ 1 տաբաց տարած եւ ունենք 6 հատ այսպես, 24 ժամի խնդիր ունեն լուծելու, բայց պարագիծը 6-9-ի վրա է։ Այսինքն 54 տարի։ Էլի արևի պարբերական խավարի փուլ, որտեղ միերի տաճարն է, չէ, մերի տաճարն է։ Գրանք Ուրարտու, Ուրարտական սեպագրում 3 գերագույն աստվածներին զոհաբերված ցուլերի թվականակը ինչքան է 27։ Երկու անգամ արձանագրություն կա, նույն բանը կրկնված է 27 + 27 եղավ 54։ Ուրեմն կա հունական Սառոսը, փոքրիկ Սառոսը, այսինքն շրջանագիծը, որը 54 է, հիմնական Սառոսը 3600 տարի է, մեծ փուլը, որը խորենացու մոտ է, բայց փոքր Սառոս 54 տարվա։ Ամբողջ հնագույն հունական շրջանում կամ եթե չէ, ասենք միջագետքան նորագույն ասած 5-6-րդ դար մեր թվարկությունից առաջ, այդ Սառոսը հաշվել է 54 տարով։ Միայն շումերական սալիկներում է 54-ը հաշվում 2 անգամ 27, մեկ է Սասնա էպոսում է հաշվում 2 անգամ 27, մեկ է հաշվում է Ուրարտուում 2 անգամ 27։ Հիմա տեսեք ինչքան ճիշտ է։ Երբ որ կառուցում ես պատումը, ուրեմն 12 ժամ է գնում, չէ՞։ Եռանկյունի մի հատ կառուցենք, էլի 12 ժամ գիշեր, ցերեկը 12 ժամ գիշեր, ասենք 12 ինչ է լինում այս տակին։ Եթե 54, ուրեմն շրջանագծի պարագիծը 54 է, ապա տրամագիծը 17 է։ 17 ցուլ զոհաբերել հալդին, ասում է արձանալությունը։ Հիմա ցուլ ինչ է նշանակում։ Այստեղ ես 6-7 տարբերակներով ապացուցել եմ, ցուլ նշանակում է արմատ 2, 1.414։ Ինչպես շատ սովորական 17 անգամ 1.414 = 24 ժամ։ Ինքն 2-12 ժամ։ Ինքը ամբողջի տերն է, ինքը 12 համաստեղությունները գրկողն է։ Ինքը ամեն ինչի հավաքակող, ինքը մեծ քառակուսին է, որի մեջ բոլոր այդ փոքր աստվածություն եռանկյունները մեջն են։ Մահերադուր, որ կոչվում է 80 աստվածներին զոհաբերվող ցուլերի եւ խոյերի թվականակներն են, եւ մեն հալդին է 6 այց զոհաբերվում, 6 12 են գալու։ Այստեղ մենք գործ ունենք մաթեմատիկական լամբադայի օրենքի հետ։ Ինքը բավական հետաքրքիր բարդ համակարգ է, մեկը մյուսի մեջ նախ ցույց է տալի տարի հասկացողությունը։ Խոյերի թվականակը 353 է, դա կոչվում է արևային տարի, 354-ը դա լուսնային տարին է, այսինքն արեգակնային տարին 365 օր է, լուսնային տարին 354, դրանց տարբերությունը 11 է։ Նայում ես Սարդուրի առաջինի այդ թանգարանում դրած է թագը, տեսնում ես 11 հատ կենաց ծառ է, որոնք դարպասներ են, երկու կողմից կանգնած են երկու աստվածությունները։ Արևային եւ լուսնային տարիների տարբերությունը որպես այն արանքը, որով կարող ես մտնել անդեր աշխարհ, այս իմաստը եւ երկու կողմից ուրեմն գերագույն աստվածների։ Ամեն ինչ պետք է կարողանալ կարդալ, ասենք մյուս թագը ուրարտական, փայլուն հետաքրքիր թագ է։ 3 վիշապ այս կողմից, 3 վիշապ այն կողմից է։ Տեսնում ես, որ 7 գերագույն աստվածները վերևում են, տակը 22 երկրորդ կարգի աստվածներ են։ Եթե կա թիվ, պետք է հարցնել։ Ինչու 22, ինչու 7։ 22-ը բաժանած 7-ի պիթիվն է 3.14։ Ամեն ինչի մեջ իրանք կամ տեզերական պրոցեսայի օրենքն են բանալել, կամ արմատ 2-ը, կամ պիթիվը։ Ի վերջո մերի դրան բոլոր այդ 80 աստվածներին զոհաբերվող ցուլերի եւ խոյերի թվականակները, երբ որ տեսնում ենք ցիրկատնի ժամանակագրական, ուրեմն եթե գրել են թիվ, ուրեմն նպատակ կա, գրել են թիվ, եթե ոչ չի կարող լինել։ Նույն հաջողությամբ, ասենք, նոր կտակարանում հնից փոխառնված լիքը թվեր կան, որ Հիսուս ասում է, դուք չբռնեցիք, գցեք օրկանը ձեր աջ կողմը, եւ հանեցին, հաշվեցին 153 հատ ցուկեր։ Նա մեզ Պյութագորոսի ժամանակ, Պյութագորը երկրաչափ չէ, Պյութագորը Դելֆի տաճարի քրմապետն էր։ Ձկան շեպի կամ Շեղանկյան, հա, պիթիվը 1.53 է։ Այսինքն կրկնված տեսնում ենք արտահայտություն։ Բայց իմաստը խոզել են, չգիտեն ընդհանրապես ոչ մեկ թե դա ինչ է, բայց մնացել են վեր։ Կամ ասենք թե 5000 հացել բաժանեց, զոդիակի թիվը է, հացի տուն 5-րդն է զոդիակի, մեջտեղի 12 համաստեղություններից ասած։ Որից է բան պատահական չի։ Սասնա ծռեր յուրաքանչյուր հերոս մեծ խորհուրդ ունի, կարող ենք խոսել այս հերոս աստվածների թաքնագիտական գաղափարախոսությունների մասին, մասնավորապես Ծովինարը որպես նախաստեղծ ջրերի աստվածություն, Սանասարն ու Բաղդասարը հրածին էակներ մեծ մեհերի, փոքր մեհերի մասին եւ նրանք ինչ դերակատարություն ունեն էպոսի մեջ։ Էպոսը պարզ, բազմաճյուղ, ֆենոմենալ հետաքրքիր կառույց է։ Բազմաստվածության եւ միաստվածության հետ կապված։ Մեծ ես հայտարարեմ, որ քրիստոնեությունը բազմաստվածություն է, որովհետեւ մեկը չի կարող ասել ոչ։ Այն հրեշտակները այնտեղ ինչ գործ են անում։
օդ, չէ, դրանք աստու ֆունկցիաներն են կատարում կամ է հրամանները, հա։ Այդ ամուսնության մեջ այդ Աստված չի նշանակի արարիչ կամ բարձրակ։ Նայում ես նույն վեդաներում գոյություն ունի միայն մեկ գոյություն։ Այսինքն ուրիշ բան չկա, մնացած բոլորը իր մեջ են։ Այսինքն դրանք այդ աստվածները արարիչ չեն։ Էակը չի տիեզերական էակը։ Նրանք ֆունկցիաներ, գույներ կամ էներգիաներ, եթե Բանկեպոսի մեջ նույնպես վերջի հաշվով գոյություն ունի մի հատ գերագույն աստվածություն, որ ամեն ինչ ինքն է որոշում ինքն է ու միշտ իր սերունդի հետ է, որը չի երևում, ինքը գերաբստրակտ էությունն է։ Հայր աստվածությունը, որից առաջացել են երկորյակները ջուր խմելուց, կատնախտուրի ծովի տակից ջուրը խմելուց, առաջացել են երկորյակները եւ հետո այս աստվածությունը միշտ իր սերունդների հետ է, մեծ մայրի հետ է, Դավիթի հետ է, միշտ որևէ ճակատամարտ գնալուց առաջ նրանք նրա հետ պետք է հաղորդակցվեն։ Մեծ մայրը փոքր եղբայրն էր, նա ոչ մի իշխանական իրավունք չուներ։ Գերագույն էակի եւ միակ էակի, այսինքն իր հոր, որից ծագել է, էստաֆետը, այսպես այսօրվա բառ ասենք, ֆունկցիան ինքը պետք է տանի եւ ոչ թե իր ավակ եղբայրները։ Խաչ պատրազին պետք է իջներ աջ բազուկին։ Նախ միշտ իջնում է երկնքից։ Եթե խաչի ասում, ուրեմն խաչի տեսք ունի, ուրեմն հավասարաթև խաչ։ Եթե իջնում է աջ ուսին, ուրեմն ձախից աջ պտույտ ունի, կյանք է, ժամանակի սլակն է։ Պատր, պատարա, падրե, հայրի նշանակում։ Ընդ որում երկու քանդակ կա, երկորյակ աստվածությունները ամենահնագույն ուրարտական շրջանը։ Երկորյակ աստվածությունները ֆանտաստիկ է։ Հարթականդակներ, խաչ պատրազին այստեղ։ Մենք գործ ունենք անգղի համաստեղության հետ եւ վիշապետակը։ Ամբողջ էպոսը այդ հարթականդակի մեջ է։ Կերպարների 54 տարի ասացին կարելի խավարում։ 54-ը որպես հաստատուն թիվ ընդունելով 54-ը բազմապատկում ես Բրահման 32-ը 32 գլուխ ունի ես ինչ բազմապատկում ես 32-ով ստանում ես Սաթյա Յուգա ըստ վեդաների կամ հնագույն արիական համակարգի տիեզերական էակը 12 ժամ քնում է 12 ժամ արթուն է երբ որ նա արթուն է ամբողջ նյութական տիեզերքը գոյաբանվում են որտեղ տիեզերքը նրա մտքի արդյունքն է այս 12 ժամը որը 4 միլիարդ 320 միլիոն տարի է մարդկային ըստ վեդաների ունի 4 շրջան ոսկյա, արծաթյա, բրոնզա եւ երկաթյա 32-ով բազմապատկում ես 54 տարին, որը էպոսի մեջ է, որը Միհրի տաճարի թիվն է, որը փոքր Սարոսն է, որը 27-ով շումերականում կա երկու անգամ 27, որը կա էպոսի մեջ եւ ուրարտական արձանագրություններում երկու անգամ 27-ով, հա 54-ը բազմապատկում ես 32-ով ստանում ես Սաթյա Յուգայի թիվը 54-ը բազմապատկում ես 24-ով ստանում ես Դվապարա Յուգայի ժամանակահատվածի տարիների բազմապատկում ես 16-ով ստանում ես բրոնզա եւ Կալի Յուգան բազմապատկում ես 8-ով ստանում ես Կալի Յուգայի ուրեմն ժամանակաշրջանը տեսեք մենք որտեղ ես Հայաստանից գնացինք Հնդկաստանում չբացահայտվեց թե ինչու այդքան տարի ամբողջ արևի փուլի հետ կապը մահերի դրան արձանագրությունում 3 աստվածությունների զաբերվող ցուլերի թվականակն է հենց 27 կամ երկու անգամ կրկնել են երկու անգամ 27 54 ինչու պարզ է լուսինը գալիս է արևի դեմը փակում է այսինքն արևն ու լուսինը գալիս են իրար մոտ վարև են տարես ումով երկնային միակ գոյության մեջ բնության մեջ ամեն ինչը երրորդության սկզբունք ունի եւ ստեղ այդ երրորդությունն է դրված 54 տարի ներկայացել են որպես 3 ուրարտական 3 գերագույն աստվածների զոհաբերվող ցուլերի թվականակով ուրեմն մենք գալիս ենք մեկ եզրակացության որ ինչպես հիմա ասենք թե արևելքից միջև արևմուտք կա ասենք թե ընդհանուր կայսերապետական կրոն քրիստոնեություն իր տարբեր ճյուղերով ու աղավաղումներով որպես աղանդ որ հետո հաղթեց ընդհանրական է այնպես էլ հնագույն ժամանակներում եղել է այդ ընդհանրական աշխարհաճանաչողական քրմական մոտեցումը որպես հավատամքային կարգականոն եւ շատ ավելի գիտական քան այդ նոր կրոնը եւ այս կարգականոնը տարածվելով չէ որ մարդիկ մեծ միգրացիաներ են տեղ ունեցել գնացել են դեպի արևմուտք դեպի արևելք տեղայնական ժամանակի հետ կտրվածության տաճարից կենտրոնական տաճարի հետ տեղայնական սերնդափոխության հետո պայմանավորված եղել են տեղայնական իմպրովիզներ աշխարհաճանաչողությունը նույնն է նույնիսկ որոշ անուններ նույն ձևով են հնչում եւ նույն իմաստ ունեն ուղղակի այդ լեզուներում իմաստ չեն կարող ստուգաբանվել միայն ստուգաբանվում են ասենք հայերենում տեսնում ես որ ընդհանրական աշխարհաճանաչողական կոնցեպտ է համակարգ է
որ ունեցել ենք մենք հնագույն հայերը եւ դրա կենտրոնը եղել է Հայաստանը։ Պարոն Արմին, ասացիք, որ էպոսում աստղագիտական տվյալները շատ են, համաստեղությունների հետ կապը էպոսում ինչպես է արտահայտված։ Արդյոք ինքը եղել է նախանախամայր պատումը բոլոր պատումների, այսպես պատասխանեմ, որ ցավոք մենք ստացել ենք բանավոր փոխանցումով ու ցավոք հավանաբար ոչ ամբողջ է, օրինակի համար հարցերի հարց։ Չէ՞ որ էպոսը սկսվում է Գագիկ թագավորից, որը դա նույնպես նշանակում է անգղ, կարապ, գագա, հանդիվրոպական նախամիջոցները նշանակում է կարապ։ Նայում ես նույն պատումը որպես կարապ կա հունականի մեջ։ Զևսը դարձավ կարապ, գնաց մտավ Լեդայի ծոցը եւ ծնվեցին երկորակ աստղերը։ Երկորակների համաստեղության գլխավոր Կաստորը եւ Պուլուքս։ Տիեզերական Բրահմին ամենաշատը սիրում էր իր սագակարապին եւ դա էր իր արտահայտման ամենալավագույն ֆորման ձևը։ Իջնում ենք միջագետ կամ հենց թեկուզ ասենք Պորտասարի, հա, Արևմտյան Հայաստանում հայտնաբերված 11500 տարվա 12000 տարվա հնագույն տաճարը, որի ամեն քարը 50 տոննա քար է, նա ահռելի կառույց է գերմանացիների հայտնաբերել։ Տեսնում ենք նույն բանը դեր է։ Գերագույն աստվածությունը ներկայացված է որպես անգղի համաստեղություն։ Գալիս ենք Հայաստանի պետություն 14-15-րդ դարի մեջ թվարկությունից առաջ։ Նույնպես դա արդեն կնիքներով, բանով վավերագրված գերագույն աստվածությունը, հա, ունի իր խորհրդանիշը, որը անգղ արծվի համաստեղությունն է։ Տեսնում ենք, որ բանն ինչ եկավ իրար հետ ամբողջովին փոխկապակցվեց։ Գալիս է խորենացում 5-րդ դար։ Նույնպես ինքը գրում է Հայկևելը անգղի համաստեղության կռիվն է դրակոնի համաստեղության հետ Հյուսային Բևեռը տիրանալու հետ կապված։ Ասում է իր թորանը Կադմոսին դրեց, չէ իր առաջի տանը։ Առաջի տունը Հյուսային Բևեռի կենտրոնական տունն է։ Ո՞վ է Կադմոսը։ Գիր ստեղծողն էր, չէ՞ բերեց։ Փոքր արջի համաստեղություն հենց կոչվում է Կադմոս։ Խորենացին ասում է ով է Բելը, գլխին գնաց, որ չէ՞ որ գոյություններ քրիստոնեական գրաքննությունը։ Ինքը ակնարկներով է խոսում։ Ասում է Բելին հույներն ասում են Քրոնոս։ Եթե Բելը ժամանակի տիեզերական աստվածությունն է, ուրեմն նրա հակառակորդը նույնպես աստվածություն է եւ ըլմ բանել ավելի, ուրեմն նա այն ժամանակ էությունն է։ Այս ամբողջը գալիս բոլոր հնագույն այս պատումները բերում ենք այստեղ, մենք պետք է ուզած ընդունենք, որ եղել է նմանապես շատ հնագույն ժամանակներում հնագույն աշխարհաճանաչողական հավատամքային կարգակառույց իր թաքնագիտական գեոմետրիայով, իր թաքնագիտական աստեղագիտությամբ, իր իրագնդի առանցքի պատտման պրոցեսիայի օրենքի հիմքի վրա, այս ամեն ինչով եղել է շատ հնագույն ժամանակներում եւ 10000 տարի առաջ միգրացիաներ սկսվեցին եւ չդադարեցին մինչեւ 4000-5000 տարի այսօրվանից առաջ մինչեւ Հնդկաստան հասնելը եւ այդ մարդիկ որ գնացել են մենակ իրանց ահն ու բարերը ձին ձիաբուծությունը հետները չեն տարել, մասնագիտությունն են հետները տարել, իրանց հավատամքն են հետները տարել, տեղացիներին էլ պարտադրել են, որ էսի է ճիշտ։ Դրա համար մեկ մնացած բոլոր պատումների մեջ կա այն, ինչ որ կա Սասնա ծռեր էպոսում։ Թրան Վերգուն ու Ձենով Օհանը Անձրևի ու ամպրոպի աստվածություն են համարվում ըստ Օրբելու, Քուրկիկ Ջալալին ժամանակ ու տարածություն չի ճանաչում։ Խոսենք նաև այս կերպարների մասին ու բացահայտենք նրանց թաքնագիտական գաղափարախոսությունները։ Պատահական հերոս չկա ընդհանրապես։ Ամեն մեկը յուրաքանչյուրը ֆունկցիա է կատարում, նույնիսկ ձին։ Նույնիսկ ձիու վրա ինքը աշխարհաճանաչողական այնպես մի հատ կոնցեպտ է տալիս, շշմելով։ Սանասարը գալիս է տանուտիրոջ առույցի համաստեղությունը, տանուտիրոջ համաստեղությունն է։ Տանուտիրոջը ասում է ինչ պետք է վճարեմ։ Քո գլխի համար ասում է մի ձիու համար 1.5։ Ասում է այսպես կտամ գլուխը թռնի, ասում է մարդը ասում է չես տարբերի, առ իմ գլխու համար 3 արծաթ, ձիու գլխու համար 2 արծաթ։ Եվ ինչու արծաթ։ Սանասարը ինքը արծաթի շրջանն է։ Իրանից առաջ իր պապ Գագիկ թագավորի ժամանակ կամ իր մոր ժամանակ է եղել ոսկյա շրջանը, տիեզերական։ Ինքը հաջորդ փուլն է ասում։ Հետո տեսնում ենք իրանից հետո մեծ մերը, դա բրոնզյա շրջանն է գալիս։ Փոքր մերը կալի յուգայի շրջանն է։ Ավելին աշխարհաճանաչողական։ Մարդը երրորդություն է, ունի մարմին, շունչ, հոգի։ Ձին ունի մարմին եւ շունչ։ Տեսեք, միանգամից ճշտեց իրենց աշխարհաճանաչողական կոնցեպտը ներկայացնում է ամեն քայլը։ Քերի Թորոսը ըստ դա հենց նույն թեշուկ թեշեբա աստվածությունն է, հնդարական այսպես ասած աստվածությունը։ Ինքը տեսչություն անողն է, ինքը նյութական տիեզերքի իշխանն է։
Քրիստոնեության մեջ դա մտել է որպես Հիսուսի հայրացու Հյուսեն, Հովսեփ։ Քերեթորոսը մի հատ ֆանտաստիկ կերպար է։ Միշտ կա, հարատև կա։ Միայն մի ժամանակ է, որ ինքը ասում է, երբ որ փոքր մհեր մտավ ագրավ ու քար, Քերեթորոսը կսկծում մեռավ։ Իսկ ինչի՞ պետք է կսկծում մեռավ։ Ֆունկցիա չունի, դրա համար է մեռավ։ Այսինքն, եթե տիեզերքի մեջի ոգին կրակը, որը պահում է, կենթանի է պահում, նա արդեն կարճ ասած գնացել մտե քարի մեջ ու սպասում է նորից դուրս գա։ Կել ֆունկցիա չունի անելու։ Մենք ունեցել ենք տեսչություն անող աստեղատուն։ Դա այսօրվա Հերկուլեսի քառակուսին է, որպես աստեղատուն։ Չէ՞ որ մենք ունենք Արորի համաստեղություն, մենք ունենք Ցուլի համաստեղություն, նայում ես որ Դումուզի համաստեղությունը արդեն շումերական անունն եմ ասում, Դավիթ Դումուզի համաստեղությունը ավելի առաջ է, հետո գալիս է Իրանից հետ ընկած Արորի համաստեղությունը, այսինքն որ հող վարի, ու ինքը հող է վարում, ամեն ինչ տեզերքում ինչ կար նկարել են էլի մարդիկ։ Ձենովոհանը հատուկ ֆունկցիա է կատարում, ինչ է կատարում, նախազգուշացումն է, այսինքն երբ որ այս պետք լինի նաև կարճ ասած կանչն է, ընդհանրական ձայնն է, բայց դա հնագույն աստվածություն է, Օհանեսի աստվածությունը, որպես ձուկ խոսք, հա, այս աստվածությունը շատ հնագույն։ Վեդաներում էլ կա ֆունկցիա է կատարում, բառացիորեն բացառիկ ֆունկցիա է կատարում։ Ավելին ասեմ, էպոսում այնքան հստակ է ամեն ինչ գրված։ Այդ որ ասում եմ Մսրա կամ Թշնամի արաբական արշավանք, գիտեմ ես արաբների թագավորեր Մսրամելիքը բանում։ Ոչ։ Նախ եւ առաջ մեծ Մսրամելիքը եղբայրանում է մեծ մհերի հետ։ Նա էլ կարևոր ֆունկցիա անում, որն է կարևոր ֆունկցիան, հակադրության ֆունկցիան։ Իսկ որտեղ է դա երևում, չէ՞ որ մեծ մհերը 3 օր ու գիշեր կռվեց Մսրամելիքի հետ ու չկարողացավ հաղթել։ Նա էլ սրան չկարողացավ հաղթել։ Երբ կարող է չհաղթես։ Մեծ մհերը դա գարնանային գիշերավասարն է։ 12 ժամ օրվա ցերեկ, հա, մեծ մհերն է ներկայացնում գիշերը որպես Մսրամելիք լուսինը չէ մասը։ Այսինքն օրը գիշերից չկարողացավ, հա։ Հետո նա սկսում է նվազել, այսինքն գարնանային գիշերավասարից հետո օրվա ժամերը սկսում են երկարել։ Ամառային արևադարձում շատ են, չէ՞, երկարում, լույսը ավելի երկար։ Նա գնում մեռնում է։ Հետո հակառակը մեծ մհերն է սկսում նվազել։ Ասում է Դավիթը նայվեց, որ ձեռքի խաչ պատրաստին ծեվացել էր, երթմնակտոր էր եղել։ Դրա համար պարտվեց։ Նախ հետ իր երեխեն էր 6 եղեգնուտի մեջ։ Ինչի էր 6 տարեկան։ 6 համաստեղության մասին ենք խոսում, 6 տարեկան, էսի մասն է դրած։ Երկրորդ, Չեմշկիկ Սուլթան։ Դա նոր անուն է տրված։ Դա Հայաստանի տարածքն է, խլա թե չէ գնում։ Քանի պատումներ կան, որ կարճ ասած Խանդուտ Խաթունի քույրը, ասում Չեմշկիկ Սուլթան, այսինքն չի ասում քույրն է, ասում է երկուսի հերն էլ ուրեմն Քերեթորոսն է։ Ուրեմն քույրեր են, որություն ունի նամակը, հիթիտական թագավորության նամակը, ուրեմն Հայասա ազիպետության նամակի հետ իր քրոջը ամուսնացնելու 3-4 էջանոց մերեջերի չափով հետաքրքիր ինֆորմացիա։ Ասում են նրա քույրերը նրա հետ են գալի, բայց նրանց չօգտագործես որպես կենթաներ։ Սրբության օրենք է ուղարկում, որ քենու հետ չի կարելի լինել, դա աստվածային խախտում է, տեզերակարգի խախտում է։ Այդ Դավիթը խախտել էր 6 տարեկան երեխա ունել։ Լսեք, այնպիսի պատումներ կա, որ չեն հասկացել ու ֆանտաստիկ է, ասում են, այնպես այլանդակ է փոքր մերերը, որպես մարդասպան արնախում։ Ասում է, փոքր մերը իր 5 քերիների հետ գնում է որսի։ Այս ջահելին քերիները ջղայնացնում են, սա ջղայնացած գնում հատ-հատես քերիների գլուխները բռում, սա սպոկում մորթում է սա։ Գալիս է տուն, մայրը ասում է, ուր են իմ աղբերները, Արոնոց ամբողջ շորը բանվում։ Ասում են համ հանեցին, ասում է գլուխներ պոկեցին։ Վայ, թաղեմ քեզ եւ այլն, ասում է յոպ, դե քեզ է քո աղբերներն, բռում մոնել է սպանում։ Հերը Դավիթը գալիս է տուն, դեմա կնգա դիակը, վայ, ես քուսացնես եւ այլն, ես էլ հոր վրա ջղայնացած միացած սիլը ատել, ասում է հոր գլուխ, ասում է ֆռած, ասում է դեմ դարավ հետ դարավ դեմ, այսինքն հարտանասունած չէ։ Ու անիծեց։ Ակնարկ կա։ Կույսից առաջ 5 համաստեղությունները արական համաստեղություններ են։ Այս 6-ի մեջ վերջինը գալիս է Կույսի համաստեղությունը, որը կա այն ժամանակներ, այսինքն մենք խոսում ենք առնվազն 3.4-4.500 տարի ամեն համաստեղության 2060 տարի մնում է, չէ՞։ Այս 5 համաստեղություններից հետո գալիս է 6-րդը։ Իքական Կույսի համաստեղությունը, այս 5-ը իր աղբերներն են, որ իսկ մհերը տիեզերակարգն է, տիեզերական էակն է։
Բոլորը մտնում են հողի տակ, այսինքն էլ արդեն չեն երևում, պատկերացրեք, սա հորիզոն է, չեն երևում, սա մեռավ, հետո էլ գալիս է մեր ասում, ուր աղբերները, պրինցիան էլ է սպանում, հետո գալիս է Դավիթ ով է, արևն է, ապտակը զարկում է, գլուխը պտտվում է Հարութան ասում աշխանի։ Դրանից հետո ինչ ենք մենք ունենում, տեսնում ենք, տեղի անունում ձմեռային արևադարձ, արևը միշտ այսպես կոր է անում, հա, արևելքում ծագում, արևմուտքում մայր է մտնում։ Ինչքան մենք գալիս ենք դեպի ձմեռ, այս կորը փոքրանում է։ Դեկտեմբեր 22, 23, 24-ին արևը ծագում է նույն կետում, հորիզոնում։ Մայրը մտնում այդ կետում, դեկտեմբեր 22, 23, 24։ Հետևը կարող եք տեսնել առավոտյան ժամը 5-ին, որ դուրս գաք, որ նոր արևը դուրս է գալիս, հա։ Տեսնեք հետևը հարավային խաչ համաստեղություն։ Ահա ձեր Քրիստոսը խաչի վրա 3 օր։ Դեկտեմբեր 25-ին ինքը նորից բացանում են, մենք դա կոչվում ենք ձմեռային արևադարձ, նորից սկսում են սիրապտիկները։ 2000 տարի եթե հետ գնանք, տեսնում ենք, որ արևի հետևում հարալեզների համաստեղությունն է, որ արևի լիզը վերքերը պետք է լիզի, որ նա հարություն առնի։ Սինարամը, լուսինը բարձրացավ։ Շամիրամը, ամբողջ այս պրոցեսայի հետ կապված, սրա հետ հիմնված բոլոր մեր հնագույն պատումները եւ ոչ միայն մեր, հա, սրա հիմքի վրա են ստեղծված։ Բայց բանից պարզվում է մեր, ինչու, որովհետեւ այնինչ այս տարածքից է Երևան, ուրիշ տարածքից այդպես չի Երևան։ Տարական բան վիշապի համաստեղությունը վեդաներում գրված է, թե որորը որ ժամին եւ այլն վիշապին մորթեց, ասենք թե Ինդրան։ Ու գարուն սկսվեց։ Հետո այդ ժամին երբևիցե Հնդկաստանում այդ աստեղատունը չի Երևան։ Մի անգամից հասկանում են, սա բերված է։ Այսինքն այս պատումը բերված է, հետո բանավոր փոխանցված է, հետո գրի է առնված։ Որտեղից է Երևում։ Այդ աստեղատունը երկրագնդի այն տարածքից է Երևում, որտեղից Երևում է։ Նայում ես, տեսնում ես շատ հանգիստ, որ դա հայկական լեռնաշխարհից։ Այդ վեդաներում մատնանշած այդ ժամանակագրությունը այդ աստեղատան հետ կապված հայկական լեռնաշխարհից է Երևում։ Ուրեմն մայր պատումը որտեղ կարող էր առաջանալ հայկական լեռնաշխարհում։ Պարոն Արմին, գոյություն ունեն 36 աստեղատներ, դրանք ինչ կապ ունեն հայկական լեռնաշխարհի հետ եւ էպոսի յուրաքանչյուր հերոս այդ աստեղատներից որ մեկում է բնակվում։ Ամբողջ աստեղատները 36, այսինքն 12 հյուսիսային աստեղատներ, 12 միջանկյալ, որին բոլորը ծանոթ են, եւ 12 հարավային։ Ուշադիր տեսնում ենք, թե ախր ինչու են արել։ Ճիշտ է, Օրքտը Լամարյոնը դրանք փաստեցին, որ հայկական լեռնաշխարհում մեր այս աստղատները ցուլի տեղի ինչու ցուլ։ Եթե հիմա թղթի վրա ձեզ տամ, ասենք, թե 12 հատ կետեր աստղեր, հա, եւ դուք լավ նկարիչ եք, մատիտը ձեզ տամ, ասեմ, մի հատ կենթանի նկարի, դուք ուզեք կարծես թե փիղ կնկարի, այդ կետերը իրար միացնելով փիղ կպատկերացնեք ցուլ կամ։ Բայց ինչու են ցուլի տեղը ցուլ։ Կամ ջրհոսի տեղը ջրհոս։ Ինչու։ Այսա խնդիրը չէ։ Բանից պարզվում է, որ շատ հասարակ այդ աստեղատունը իր ժամանակը հենց հողի տակից դուրս է գալիս, կոչվում է ուրեմն առավոտյան առաջին բարձրացող աստեղատուն։ Աստեղատունը հայկական լեռնաշխարհում իր ժամանակ, որ սկսել է, ասենք թե ջրոսի համաստեղությունը, հենց այս լեռներից է, որտեղից Տիգրիս Եփրատի այդ ակունքները, հա, ու միշտ էլ նկարով է տեսնում, երկու իջնում է, երկու գետեր են, չէ, ուսերից տակ։ Մեկ հատ կետ այդ շրջանողակի մեջ ֆիքսեցիր, մնացածը շատ հեշտ է, տեսնում ես, բոլորը գալիս է ցուլը, Տավրոսի համաստեղությունը հայկական Տավրոսն է։ Հիդրան, Զագրոսի լեռներն են, 7, հա, այսպես աստիճաններով լեռներն են։ Այնպես է դա, այսինքն հիմքն մերը շատ հնագույն ժամանակներով ամբողջ Հայաստանի սրբազան, սրբագույն տեղանունները, գետերի, լճերի, լեռների, որոնք ոգեղենություն են տալի, նույն գծագրությամբ քարտեզել են երկինքը ըստ աստեղատների եւ շատ պրակտիկ խելքով, այսինքն ժամանակագրություն են տվել։ Այդ աստեղատները 12 ժամ կամ 24 ժամ պտուկի մեջ են, ժամ առ ժամ։ 6000 տարի առաջ մենք փաստորեն գիտենք արձանագրություններից 60 րոպե 60 վայրկյան հինից է գալիս, որ մենք ժառանգ ենք։ Հիմքերը ամբողջ զոդիակները քարտեզավորել են ըստ հայկական լեռնաշխարհի սրբազան լեռների, գետերի, լճերի անուններով, այդ բաժանումով եւ ստեղծել են ուրեմն երկնային քարտեզ, ժամանակագրական ժամացույցի պտուտվող քարտեզ, որը օգնել է ամեն ինչում, ինչեւ այսօր էլ որից են նավ տեղից դուրս գալով օվկիանոս կտրելով, միշտ նայում են Հուսեյն Բևերոն որն է եւ այլն։ Այսինքն անում է այն ինչ որ Գիլգամեշը գնում էր աստվածների կամ անմահների երկիր եւ միշտ իր առջեւ պետք է ունենար 7 քույր աստղերի։ 100 անգամ Գիլգամեշ էպոսում ասում է, որ նա միշտ իր դիմաց
Այդ աստղը տենալով է գնում, որ հասնի տեղ։ Նախ եթե պատտվող է, այդ մեջտեղի է 12 զոդիակներ լինեն, ապա չի կարող միշտ դիմացը տեսնել։ Դա պետք է անպայման լինի հյուսային բևեռի։ 7 աստղերի մասն է խոսքը։ Պատկերացրեք Իրաքի, այսօրվա Իրաքի տարածքում կանգնած Գիլգամեշը, ուր պետք է գնար իջներ հարավ, արևելք թե արևմուտք։ Չէ, պետք է գնար հյուսիս, հյուսիսում Իրաքից հյուսիս մենակ մեծ երկիր կա Հայաստան։ Կա սարսափելի հոգեբանական կարծրատիպ ամբողջ աշխարհի գիտության մեջ։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, մենք խելոք ենք, հները հիմար են եղել։ Չէ, հենց տենց էս մոտենում, այդ գաղտնիքը չի բացվում։ Շնորհակալություն, պարոն Արմին, սիրելիներս այսօր այսքան։ Հիշեցնեմ, որ դուք դիտում եք Ձայնի Արարատի հայագիտական հաղորդաշարը, իսկ մեր հյուրն էր հայագետ Արտուր Արմինը։ Հաջողություն կհանդիպենք։